Սակայն վերջերս այս խնդրին վերաբերող օրինագիծ է մշակել, որն էլ հաստատվել է խորհրդարանի կողմից։ Այն հնարավորություն է տալիս որոշել հանրային գերակաշահի համար օտարման ենթակա գույքի արժեքը, փոխանցել այդ գումարը քաղաքացու հաշվին, այնուհետև տնօրինել այդ գույքը, անկախ այն հանգամանքից, որ սեփականատերը գուցե բողոքարկի կառավարության որոշումը կամ փորձագետի սահմանած արժեքը դատարանում։ Պետությունը օրենքի ուժով վերցնում այդ գույքերը, հիմա խլել անվանենք, թե օրենքի ուժով ճանաչվել սեփականատեն, իսկ թվում է բան չի փոխվում։ Հայցի ապահովում այդ գործերով չի կարող կիրառվել։ Այսինքն հիմա եթե վեճ է կայանում օրինակ գույքի գնահատման հետ կապված եւ այդ գույքը քանդվելու է։ Եթե անձը թեկուզ կարող է դիմել դատարան, եթե վերցրեցին, քանդեցին, հետո ո՞նց է դա գնահատվելու։ Կառավարության ներկայացուցիչները բացատրում են, որ նոր օրենքով քաղաքացին հնարավորություն է ստանալու մասնակցել իր գույքի գնահատման գործընթացին։ Եթե մինչև այս փոփոխությունները գոնե մի փոքր աղերսներ ուներ իրականության հետ, որ դու նույն կառավարության որոշումը վարչական դատարան կվիճարկես, հետագայում չի քանդվի քո գույքը, մինչև այդ հարցերը չքննարկվեն, հիմա կարճ կոնկրետ, այսպես միանգամից վերցնում ենք, երևի թե մաքսիմում 6 ամսվա ընթացքում է դա լինելու, ոչ թե տարիներով, եւ կվերցնում ինչ ուզում անում է։ Որոշ իրավաբանների տեսանկյունից այս օրենքը գլոբալ առումով թեթևացրել է կառուցապատող բիզնեսմենների գործը։ Դժվար է հասկանալ, թե թանկարժեք բնակարանների կառուցման պարագայում որն է հանրային շահը։ Կառուցեք կամուրջ կամ մետրոյի կայարան կամ օդանավակայան, ինչ որ մեկի գույքի հաշվին, բոլորը թող դրանից օգտվեն։ Նորակառույց համալիրներ կառուցել եւ անունը դնել, որ դա բխում է հանրության շահից, ես դա մեղմ ասած այդպես չեմ համարում։ Դա բխում է այն մարդկանց շահից, ովքեր գումարներ ունեն եւ ցանկանում են ճոխ, չգիտեմ, Երևանին նայել ընդունեն 25-րդ հարկից իրենց բնականից։ Դա հանրության շահի հետ կապ չունի։ Դա կոնկրետ որոշ անձանց շահերից է բխում։ Վերջի տեղեկություններով 1 տարի առաջ, որ ես անձամբ եմ զանգահարել, առաջի հարկ տարածք հարցրել գինը, արժեցել է 2 տարի առաջ, ինձի որ ասել են գինը, 13000 ԱՄՆ դոլար, 1 քառակուսի մետրը։ Իրանք այդքանով 2 տարի առաջ էին վաճառում։ Իսկ հիմա ընդունենք այս պահին, երբ որ զանգահարում ես, իրանք արդեն չունեն վաճառել են։ Կառավարությունն էլ գուցե ասի, որ այստեղ շահում է պետությունը, քանի որ բնակարանների վաճառքից հարկեր են գեներացվում։ Հարկն իհարկե լավ բան է, բայց քաղաքացիները երևի ակնկալում են, որ գույքի օտարման դեպքում հաշվի կառնվեն նաև իրենց իրավունքները։ Նոր օրենքով հանրային գերակաշահի համար օտարման ենթակա գույքի սեփականատերերին հնարավորություն են տալու այլ մասնագետների ներգրավել իրենց սեփականության գնահատման համար։ Կադաստրային արժեքից, որ գրանցված է գույքը հարկ եմ ուծում 2.5 մոտ 2.800.000 դրամ։ 4 անգամ քիչ է տվել գնահատել գույքը։ Էլ ինչի մասին է խոսքը, ինչ փորձագետի մասին է խոսքը։ Բայց ես ինչու պետք է գնամ գնահատող բերեմ։ Մի հատ եկեք հասկանանք, եթե դու գնում ես շուկա ու ուզում ես կարտոշկա առնես, ասում ես ինչ արժի, ասում է 300 դրամ օրինակի համար։ Ասում ես չէ, ես հեսա գնամ գնահատող բերեմ, քո կարտոշկան գնահատեմ։ Սա ինչ անհետություն է։ Կա մտավախություն, որ այս փոփոխությունները ոչ թե խոշոր պետական նախագծերի, այլև մայրաքաղաքի կենտրոնում կոնդի, կորի, նարդոսի հատվածներն առանց գլխացամաքի կառուցապատելու համար են արվել։ Փողը դրել է դեպոզիտ, մի ամիս հետո գասատունդ քանդում է։ Վերջացավ։ Դու հետո կդատվես, ինչ կանես, դա իրական չի։ Անկամ մի հատ ծողակային բան են դրել 30% ավելան, իբր թե շուկայական գնից, եկեք հասկանանք, որ նա շուկայական գին է։ Նոր օրենսդրության միջոցով հանրային գերակաշահ կարող են ճանաչվել նաև վթարային շենքերը, բայց նորից պարզ չէ, թե որն է հանրային շահը, երբ քանդվում է վթարային շենքը եւ տեղում կառուցվում է նոր շենք։ Քանի որ իրենք մեծ ցանկություն ունեին վթարային շենքերը վերցնելու եւ հանձնելու խոշոր կառուցապատողներին, ինչպես որ անում են, եւ քանի որ այդ հարցը իրոք կարող էր նույն եվրոպական դատարանում խնդիր ստեղծել, իրենք օրենսդրական մակարդակով արդեն վերջին փոփոխությամբ սահմանեցին, որ վթարային շենքերի դեպքում արժեքի 70%-ի չափով փոխհատուցում են։ Հայաստանում հանրային գերակաշահի